Իսակովի Պողոտայի Դոմուս հիպերմարկետի հրդեհից 1 տարի անց հայտնի է առաջացման պատճառն ու վնասի չափը, ստացվել է համալիր փորձաքննության եզրակացությունը։ Պարզվել է, որ Դոմուս առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի օջախը հանդիսացել է պահեստի հարևանությամբ մետաղական կոնստրուկցիայից կառուցված հովարանը, որը իրենից ներկայացրել է օդորակիչների բլոկների սենյակ։ Նշված սենյակում բռնկված կրակը տարածվել է դեպի պահեստ, ապա ամբողջ առևտրի կենտրոն ու տեղի ունեցել ինտենսիվ հրդեհ։ Եզրակացությամբ նշված սենյակում ինքնաբռնկվող նյութեր առկա չեն եղել։ Սենյակից վերցված նմուշներում բացակայել են նաև նավթամթերք եւ այլ վառվող նյութեր, ինչը բացառել է հրկիզման վարկածը։ Ըստ փորձագետի եզրակացության, հրդեհի պատճառ է հանդիսացել բաց կրակը կամ կրակի քիչ կալորիականություն ունեցող աղբյուրը, այդպիսիք կարող են հանդիսանալ կրակայրիչը, լուցկին, չհանգցված ծխախոտը, չհանգցված մոխիրը եւ այլն։ Վարույթով պարզվել է, որ հրդեհի օջախ կոչվող սենյակ դրանից տևական ժամանակ առաջ որևէ անձ չի մտել։ Սակայն նույն տեսագրությունների զննման պարզվել է նաև, որ հրդեհի օջախից մոտ 20-30 մետր հեռավորության վրա անձինք որոշակի իրեր են այրում, որոնք ըստ նախաքննության տվյալների հանդիսանում են հենց Դոմուս ընկերության աշխատակիցներ եւ այրում են ընկերության թափոններ։ Ուստի նախաքննությունը շարունակվում է նաև այդ ուղղությամբ, թե նշված կրակը կարող էր հանդիսանալ առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի պատճառ, թե ոչ։ Դեպքից հետո աշխատակիցները որպես հրդեհի առաջացման վարկած նշում էին հոսանքի տատանման ու կարճ միացման մասին։ Ըստ փորձագետի եզրակացության, Դոմուս խանութ սրահում կարճ միացմանը բնորոշ հետքեր չեն էլ հայտնաբերվել։ Պարզվել է նաև վնասի չափը, ըստ այդմ շինության վնասը 1 միլիարդ 650 միլիոն դրամ է, իսկ այն վարձած Դոմուս ընկերությանը ավելի քան 800 միլիոն դրամ։ Արդյոք հիպերմարկետում պահպանված են եղել հրդեհային անվտանգության կանոնները։ Քանի որ առևտրի կենտրոնը ամբողջությամբ այրվել է եւ մասնակի փլուզվել, այդ թվում մալուխները, սարքերը եւ այլն, ուստի փորձաքննության շրջանակներում հրդեհի անվտանգության կանոնների խախտման մասով առաջադրված հարցերին հնարավոր չի եղել պատասխանել։ Վարույթով մեղադրյալներ չկան, ըստ քննիչի նախաքննությունը շարունակվում է։ Տաթև Խաչատրյան, Արման Թովմասյան, լուրեր։